Արիանա Գրանդեի պատմությունը թերևս ամենասարսափելիներից է Հոլիվուդում։ 2013 թվականին Կոմպլեքս ամսագրին տված հարցազրույցում նա պատմել է Կանզաս Սիթի գերեզմանատուն այցելության մասին, որը հայտնի է որպես դժոխքի 7 դարպասներից մեկը։ Արիանան պատմում է, որ գերեզմանատանը նա զգացել է աննկարագրելի ճնշող և բացասական էներգիա։ Այդ պահին նրանք մեքենայի մեջ զգացել են ծծմբի հոտ, ինչը համարվում է դևերի ներկայության նշան, և տեսել են մի թռչող մարմին։ Նա լուսանկարել է այդ վայրը, և նկարի մեջ հստակ երևացել են 3 դիվային դեմքեր։ Նա ասում էր, որ նկարի մեջ երևացող դեմքերն այնքան հստակ և սարսափելի էին, որ նա չէր ցանկանում այդ էներգիան պահել իր հեռախոսի մեջ։ Նրա պնդմամբ, լուսանկարը պահելու ընթացքում իր հետ սկսել են պատահել անբացատրելի պարանորմալ երևույթներ, և նա կարծում էր, որ նկարը անիծված է կամ կապ է հանդիսանում այդ չար ուժերի հետ։ Երգչուհին պատմել է, որ այդ դեպքից հետո իր ննջասենյակում սկսել է լսել տարօրինակ ձայներ և տեսել է մի սև, ստվերանման մարմին, որը հայտնվում էր իր մահճակալի մոտ։ Նա ստիպված էր եղել ջնջել լուսանկարը և աղոթել, որ այդ էներգիան հեռանա իրենից։ 2013 թվականին իր եվրոպական շրջագայության ժամանակ Մայլին Լոնդոնում վարձակալել էր մի շքեղ բնակարան, որը նախկինում եղել էր հացի փուռ։ Մայլին պատմել է Elle ամսագրին, որ մի գիշեր իր կրտսեր քույրը՝ Նոան, լոգարանում սկսել է գոռալ, քանի որ ջուրն ինքնաբերաբար եռման աստիճանի էր հասել։ Հաջորդ օրը Մայլին ինքն է տեսել մի փոքրիկ տղայի, ով նստած էր լոգարանի եզրին և նայում էր իրեն, երբ նա լոգանք էր ընդունում։ Մայլիի մայրը նույնպես հաստատել է, որ տանը լսվում էին քայլերի ձայներ, և դռները ինքնաբերաբար բացվում-փակվում էին։ Հետագայում պարզվել է, որ տան նախկին տերերը եղել են մի տարեց մարդ և իր թոռը, ովքեր մահացել էին հենց այդտեղ։ Մայլին անմիջապես տեղափոխվել է հյուրանոց։ Ջոնաս եղբայրները՝ Քևինը, Ջոն և Նիքը, իրենց կարիերայի սկզբում քամփ ռոք նկարահանումների ժամանակ անցկացրել են մի քանի գիշեր Փենսիլվանիայի հին հյուրանոցներից մեկում։ Նիք Ջոնասը պատմել էր, որ մի գիշեր արթնացել է այն զգացողությունից, որ ինչ-որ մեկը նստած է իր մահճակալի ոտքերի մոտ։ Երբ նա բացել է աչքերը, տեսել է մի աղջկա պատկեր, որը պարզապես նայում էր իրեն։ Ջո Ջոնասը նույնպես հաստատել է, որ իրենց սենյակում հեռուստացույցը և լույսերը միանում էին ինքնաբերաբար։ Եղբայրները այնքան էին վախեցել, որ հաջորդ գիշեր բոլորը քնել են նույն սենյակում, հատակին, որպեսզի մենակ չլինեն։ Նիքը մի գիշեր արթնացավ շատ տարօրինակ ձայնից։ Նիքը պատմում էր, որ իր սենյակի հեռախոսը, հյուրանոցային ստացիոնար հեռախոսը, սկսեց զանգել գիշերվա կեսին։ Երբ նա վերցրեց լսափողը, սկզբում լռություն էր, բայց հետո նա լսեց մի շատ տարօրինակ, կարծես հեռվից եկող կնոջ ձայն կամ շշուկ։ Ամենասարսափելին այն էր, որ հեռախոսի էկրանին երևում էր հենց իր իսկ սենյակի համարը։ Այսինքն ստացվում էր, որ ինչ-որ մեկը զանգում էր այդ նույն սենյակի հեռախոսին հենց այդ նույն սենյակի հեռախոսից։ Նիքը սարսափահար վազեց Ջոյի և Քևինի սենյակը։ Պարզվեց, որ նրանք նույնպես զգացել էին տարօրինակ բաներ։ Նրանց դռները ինչ-որ մեկը թակում էր, բայց հետևում ոչ ոք չկար, իսկ սենյակում ջերմաստիճանը կտրուկ ընկել էր։ Նիքը նշել է, որ այդ դեպքից հետո նա այլևս երբեք չի ցանկացել մնալ մենակ հին հյուրանոցներում։ Տեխնիկական տեսանկյունից հյուրանոցի ադմինիստրացիան փորձել է բացատրել դա որպես հին լարերի կարճ միացում, բայց եղբայրները վստահ են, որ դա պարանորմալ երևույթ էր, քանի որ այդ զանգը կարծես թե միտումնավոր էր և կատարվել էր հենց այն պահին, երբ Նիքը զգացել էր սենյակում ինչ-որ մեկի ներկայությունը։ Էլենը և իր կինը Պորշա դե Ռոսին հայտնի են հին և շքեղ առանձնատներ գնելու և վաճառելու իրենց սիրով։ Նրանց տներից մեկը բնակեցված էր։ Էլենը պատմում էր, որ իրենց տներից մեկում, որը կառուցվել է 1920-ականներին, ապրում էր Իդիա անունով մի կնոջ ուրվական։ Էլենը պատմում էր, որ հաճախ լսում էր նրա զգեստի շրշյունը և զգում էր նրա ներկայությունը սենյակում։ Ի տարբերություն մյուսների, Էլենը չէր վախենում։
Նա ասում էր, որ Իդիան բարի էր եւ ոչինչ չի անում։ Այնուամենայնիվ, հյուրերը հաճախ հրաժարվում էին մնալ այդ տանը գիշերելու, քանի որ տեսնում էին ստվերներ կամ լսում անբացատրելի ձայներ միջանցքներում։ Այս պատմությունները ցույց են տալիս, որ նույնիսկ փառքն ու հարստությունը չեն պաշտպանում մարդկանց այն երևույթներից, որոնք գիտությունը դեռ չի կարողանում բացատրել։